Չգիտեմ, Բերման են Գուցե արյունալի տեսարաններ։ Գուցե եւ արյունալի տեսարաններ, բայց այսօր դա տեղի չունեցավ եւ եթե դուք ուշադիր լինեք, հիմա այստեղ կանգնած հարյուրավոր ոստիկանների դեմքին չի նկատվում այն ագրեսիա, որը կար գուցե նախկինում, որովհետեւ իրենք էլ են մարդ, իրենք էլ են հայ, իրենք էլ հասկանում են, որ տեղի է ունենում վատագույն բաներից մեկը, որը կարող է տեղի ունենալ հայի ու հայկականության հետ։ Այնպես որ րոպե մեկ Եկած է իշխանական բուրդը, թե ոչ։ Նաև վախի մասին է խոսում Արսեն Թորոսյանի րոպեն մեկ գրած ստատուսները, ինչ որ անիմաստ գռեհիկ բաների մասին, աթեիստ Արսենի։ Դե այդ մարդիկ պատանդ են եւ կատարում են այն ամեն ինչը, ինչ իրենց հրահանգում են կամ WhatsApp-ով ստանում են, այնպես որ րոպե մեկ գրված ստատուսները խոսում են նրանց մասին, որ իրենք տեսնում են ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության ընդդիմանալը այս process-ին, իրենք զգում են այդ ամեն ինչը։ Վերջը տեսեք գժի Facebook-յան էջի լայքերի քանակի կտրուկ նվազումը եւ շեյերերի քանակի, այո, կտրուկ նվազումը, դա խոսում է նրա մասին, որ այն բառապաշարը, այն հռետորաբանությունը, այն լկտի ու ղեկավարին ոչ հարիր լեքսիկոնը, որով նա փորձում է հարաբերվել 1700 տարուց ավել հայկականությունը, Հայաստանի մշակույթը, պատմությունը, լեզուն պահող կառույցի հետ, ժողովուրդը դա չի ընդունում եւ ժողովուրդը դա մերժում է։ Պիտի գնա տուն այսօր մարդը թե ոչ։ Քաղաքացին պիտի մտնի տուն եւ իր անկողնում քնի, թե մնա դրսում ու պայքարը նոր որակ ստանա։ Ես կարծում եմ, որ քաղաքացիները հիմա կանգնած են շատ կարևոր վերլուծության առջև։ Եթե նույնիսկ այսօր այստեղ հավաքված քաղաքացիները Իդեպ նրանց թիվը ձեզ համար բավարար է, արդյոք կարծում եք, որ այս իրավիճակում այսքան քաղաքացի կան։ Ես կարծում եմ, որ եթե Սրբազան հայրը փորձում է իրավիճակը չլարել, դուք ինքներդ տեսաք, որ իր գալ ու ներկայանալու քննչական կոմիտե հենց խոսում է նրա մասին, որ առավոտյան ժողովուրդը եւ հոգեվոր հայրերը ցույց տվեցին, որ կարող են պաշտպանել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, որ կարող են պաշտպանել եւ թույլ չտալ բռի կերպով Բերման ենթարկել Սրբազան հորը եւ իր ներկայանալը նաեւ խոսում է նրա մասին, որ ինքը օրենքից էլ չի խուսափում եւ չի փախչում, ինչպես փորձում էին լկտիավարի ներկայացնել հուսապարկերից շատերը։ Հիմա ժողովրդի մենք պիտի հասկանանք, որ Մայրաթորը իմաստուն է, Մայրաթորը գիտակցում է պայի լրջությունը եւ ես մեծ հույս ունեմ, որ այսօրը, երբ որ թուրքը չի կարողացել մտնել Մայրաթոր, փորձում էին մեր ուժայիններին, կներեք այս արտահայտությանս համար, փչացնեին հրահանգ տալով, տղեկը մաքսիմալ իրենց փորձել են կոռեկտ պահել եւ չեն արել այնպիսի բաներ, որ չգիտեմ, գուցե հիմա չկարողանային գլուխները մի քիչ ցածր բայց չկարողացան, դա այդ տեսարանը չտեսավ գիժը, դրա համար հիմա րոպե մեկ ստատուսներ է գրում։ Ես վստահ եմ, որ հոգևոր հայրը Սրբազան դեռ հոտին չեն դիմել։ Ես երեք երեկոյան Սրբազանի հետ խոսել եմ, հարցրել եմ ինչ ես կարծում, ինչ ես մտածում, ինչ է պետք անել, ինքը անընդհատ հանդարտության ու հանգստության կոչ էր անում եւ ինքը այսօր է Շիրակի թեմին իր հոտին չի դիմել, որպեսզի իրավիճակը չլարի։ Այստեղ հավաքված իմ գյումրեցի ընկերները, Շիրակի մարզից եկած մարդիկ եկել են ինքնակամ, սեփական կամքով եւ ոչ մեկ իրենց չի ուղղորդել ու չի բերել։ Ճիշտ ստրատեգիա է դա։ Ես կարծում եմ, որ եթե ինչ որ մի պահի հնչի կոչ, այդ կոչին արձագանքելու է ամբողջ Հայաստանը։ Եթե հնչի կոչ, զանգերը հնչեցին։ Զանգերը կհնչեն, ես վստահ եմ կհնչեն այնպես, երբ որ պետք լինի, երբ որ հնչի ամենակարևոր կոչը։ Հիմա այս պահին պետք է սպասել տեսնել։ Չնայած կանխատեսելի է, մենք գիտենք ինչ է այստեղ տեղի ունենալու, բայց ես ներքին զգացողություն ունեմ, որ որոշակի քննարկումներ էլ հիմա տեղի են ունենում Մայրաթորում, սպասենք, որտիաբար եւ տեսնենք ինչ է տեղի ունենալու։